թուղթը զանգել են Նիկոլ Փաշինյանին, Արցախի ղեկավարություն, ասել էս է։ Ինքը իմացել է այդ թղթի մասին։ Ասել է դե ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք արեք, տեսեք, ասինքն ինքը տեղյակ ա եղել դրա մասին։ Այդ հայտարարությունը արել էր, այդ թուղթն էլ առ ոչինչ է, հիմա հղում են կատարում այդ թղթին, որը չկա, գոյություն չունի։ Ընդամենը բանն է, որ այդ մարդիկ չցեղասպանվեն։ Բա դուք մենակ եք թողել դրա բարոյականությունը ո՞րն է։ Ձեռքներդ լվացել եք քիչ չի, թշնամու հետ էլ անդադ պերեգավորների մեջ եք եղել, ասենք, խոսալուց եք եղել էլի։ Մի հատ ասեք ինչ եք խոսացել։ Ինչա չեք իմացել, որ այդ օրը պետք է հարձակում լինի Արցախի վրա։ Իմացել են, օրով ժամով իմացել են, որ հարձակում ալնելու։ Հիմա ո՞րն է դրա բարոյական կողմը։ Ո՞րն է դրա ճիշտը։ Այսինքն դուք համագործակցել եք թշնամու հետ, հիմա էլ մեղադրում եք, ասում եք այդ թղթին, հա։ Հետո էլ ասում եք, գիտեք ինչ կա, ձեզ կանչել են այստեղ բանակցությունների, չեք գնացել։ Դա էլ է սուտ։ Արցախի նախկին վարչապետը դրա մասին հանգամանալից բացատրություն տվել է, որ չի եղել տենց բան։ Արցախի կողմը համաձայնվել է, ադրբեջանական կողմը չի համաձայնվել։ Այսինքն ադրբեջանական կողմը, եթե գիտեր, որ ամբողջը ստանալու է, ինչի համար պետք է այդ մարդկանց հետ։ Չէր ուզում խոսալ, ինքը ամեն ինչ անում էր, որ չլինի նման բան։ Եվ խոսակցություն չլինի, եւ Արցախը հայաթափվի, իր նպատակը այդ է եղել։